Զինված ուժերում հոգևոր ծառայողների գործունեությունը դադարեցնելը մի քանի նպատակ ունի։ Հոգևորականներից Տեր-Պսակ եւ Վանանդ քահանաներն ընդգծում են, հակաեկեղեցական արշավի շարունակությունն է արդեն բանակում։ Միգուցե նոր հոգևոր առաջնորդ նշանակվի իրենց կողմից եւ իրենց քահանաների հետ մեկտեղ բերեն իրենց ծառայությունը բանակում, որը ցավալի կլինի միանշանակ։ Սա կնշանակի, որ քաղաքականացնում են բանակը, ասում է Տեր Վանանդը։ Հիշեցնում է, մինչ լուծարումը փորձել են ճնշել գնդերեսներին, ներքաշել մայրաթորի դեմ տարվող արշավի մեջ։ Երբ դա չի ստացվել, պարզապես դադարեցրել են նրանց գործունեությունը։ Հոգևորականներն ազգային գաղափարախոսություն կրող ու տարածող են բանակում, նշում է Հակոբ Բադալյանը։ Պաշտպանության նախարարի որոշումը նաև այդ գաղափարի տարածման դեմ է, ընդգծում է քաղաքագետը։ Եթե պետական գաղափարախոսությունը, կրկնեմ ճակերտավոր գաղափարախոսությունը, կենցաղապետությունն է եւ մենք դա տեսնում ենք իշխանության վարքագծի բազմաթիվ դրսևորումներով, նաեւ հրապարակային ելույթներով, ապա բնականաբար զինված ուժերը չեն կարող տարբերվել այս ճակերտավոր գաղափարախոսությունից, ավելին զինված ուժերը այն առանցքային ինստիտուտն են, որոնք պետական գաղափարախոսության կրող են, յուրօրինակ կրող, եւ հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը չէր կարող ամբողջապես այդ կենցաղապետություն կառուցելու իր քաղաքականությունը ամբողջապես կառուցել, եթե դրանից դուրս են մնում զինված ուժերը։ Որտեղ հաց, այնտեղ կաց, պարգևավճարի, կենցաղապետության շուրջ ձևավորված մտածողությունը ըստ Բադալյանի հիմա առանց հակակշռի է մտնում բանակ։ Գնդերեսներն էին այդ հակակշիռը։ Տեր-Պսակ քահանան էլ հիշում է, հոգևոր դասերով, զրույցներով միջանձնյա հարաբերություններ էին հարթում, խոսում Արցախյան պայքարից օրինակներով։ Շատ ու շատ արատավոր երևույթներ մեր գնդերեսների միջոցով կանխվել են։ Ընդհանուր ինքնասպանության դեպքերի կանխում է եղել, ինքնավնասման դեպքերի կանխարգելումներ են եղել։ Եթե մարդիկ, ովքեր այսօր ցավի սիրտ որոշումներ են կայացնում, կարող են հետաքրքրվել, թե գնդերեսները ինչպիսի ճանապարհ են անցել։ Զինված ուժերում հոգևոր ծառայողների գործունեությունը դադարեցվում է համապետական ընտրությունից 4 ամիս առաջ։ Որքանով կապ ունի սա, Բադալյանն է մեկնաբանում։ Թե եկեղեցու դեմ նախաձեռնած process-ը եւ թե նաեւ այդ պետության փաստացի դե ֆակտո ապագաղափարականացումը Նիկոլ Փաշինյանը բնականաբար դիտարկում է նաեւ որպես մի հանգամանք, որը պետք է ծառայի նախընտրական խնդիրներ լուծելու։ Եվ այս տեսանկյունից բնականաբար նախընտրական մոտիվացիան այստեղ եւս առկա է, բայց դա կարճաժամկետ մոտիվացիան է։ Որոշումը փոխում է բանակում ձևավորված մի ամբողջ համակարգ ոչ միայն հոգևոր, այլև սոցիալական ու մարդկային շփումների միջավայրը։ Այս հաստատությունը հայկական բանակի սպայական կազմի հիմնական դարբնոցն է։ Այս օղակը դուրս է բերվում համակարգից, փոխարենը այլ մեխանիզմներ են կիրառվելու։ Անի Աբաղյան, Մեհեր Դավթյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։